ճշգրիտ հաշվարկ, վճռականություն, համարձակություն ու թիմային համագործակցության ունակություններ սրանք այն գրավականներն են, որոնց շնորհիվ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի զինծառայողները լուծում են իրենց առջև դրված ամենատարբեր խնդիրները։ Զինված հանցագործի կամ պայմանական հակառակորդի վնասազերծում, ինչպես ավտոտրանսպորտային միջոցում, այնպես էլ լքված շինությունում։ Կադրերը օպերատիվ նկարահանումից հատվածներ չեն, ոչ էլ հատուկ գումարտակի տղաներն են օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնում։ Իրականությանն առավելագույնս մոտեցված պայմաններում ռազմական ոստիկանությունը հմտությունները կատարելագործելու և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հերթական գործնական պարապմունքն է իրականացնում։ Այսօր ականատես եք եղել գումարտակի ցուցադրական պարապմունքին, բազմաթիվ տեսական դասերից հետո տեղափոխում ենք նույնը գործնական, փորձելով հմտացնել ավելի գիտելիքները, նմանացնել իրականությանը։ Ունենք բազմաթիվ դիմորդներ, գալիս մասնակցում են ֆիզիկական պատրաստության քննությանը, լավ գնահատականներ ստանալու դեպքում ընդունում են գումարտակ, այլ ավելի բարելավում իրենց ֆիզիկական վիճակը, սովորում մարտավարություն, զենք կիրառել, օգտվել զենքից։ Ռազմական ոստիկանության հատուկ գումարտակը կազմավորվել է 2022 թվականին հատուկ խնդիրներ կատարելու նպատակով։ Ստորաբաժանման ծառայողներն ապահովում են նաև հատուկ բեռների անվտանգ տեղափոխումը։ Ի դեպ, բեռներին նաև պատվիրակությունների անվտանգ ուղեկցման գործառույթ ունի նաև ռազմական ոստիկանության պարետային ծառայությունը։ Ամեն օր ճիշտ նույն ժամին պարեկների կարգախմբերը համապատասխան հրահանգներ ստանալով դուրս են գալիս երթուղի, հայտնաբերելու հնարավոր կարգազանց զինծառայողների։ Իրականացնում են ծառայություն ինչպես հետիոտնային, այնպես էլ շարժական երթուղիներով։ Վերջինս լիազորված է ստուգելուն նաև Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները։ Ծառայություն ենք իրականացնում քաղաք Երևանում, փողոցներում, հասարակական այլ վայրերում, երկաթուղային կայարաններում, ավտոկայարաններում։ Հիմնական ուշադրություն ենք դարձնում զինվորականների կողմից կարգ ու կանոնի, համազգեստի կրման կանոնների, բարեկարգության նորմերի պահպանմանը։ Արձանագրված խախտումները սահմանված կարգով ներկայացնում ենք զորամասերին։ Իրավախախտման վերաբերյալ ծանոթությունները ստանալուց հետո վերադասահմանատարությունը ծառայողական քննություն է նշանակում, որոշելու թե կարգազանց զինծառայողը կամ ՊՆ պետհամարանիշով մեքենայի վարորդը կարգապահական ինչ տույժի պետք է ենթարկվի։ Կարգապահական տույժի տեսակների, կանոնագրքային փոխհարաբերությունների ու հանցագործության պատճառների մասին դասընթացներ կազմակերպվում են բոլոր զորամասերում։ Հանդիպումները, իսկ անհրաժեշտության դեպքում առանձնազրույցները անցկացնում են ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Մեր բուն նպատակը չէ կատարված հանցագործությունները բացահայտել, այլ ընդհակառակը։ Աշխատում ենք վերհանել այդ հանցագործությունները ծնող պատճառները, աշխատում ենք զինվորների հետ, փորձում հասկանալ ինչպիսի խնդիրներ ունեն, ինչն է իրենց անհանգստացնում, ինչպիսին է տրամադրվածությունը ծառայության նկատմամբ, աջակցում սատարում ենք, որպեսզի կարողանան անխոչնդոտ կերպով իրականացնել իրենց ծառայությունը։ Ամենօրյա ռեժիմով տարածքային բաժանմունքների հետ համատեղ իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պրոֆիլակտիկ դասերակցական միջոցառումներ շեշտը դնելով, որպեսզի զինված ուժերում կանխվի ոչ կանոնագրքային փոխհարաբերությունը եւ նվազեն հանցագործության դեպքերը, որովհետեւ ցանկացած պարագայում զինված ուժերը շատ մեծ դեր են կատարում մեր պետության մեջ եւ ամեն մի դեպք, ամեն մի պատահարը պետք է բացառվի։ Ռազմական ոստիկանության մյուս ստորաբաժանումները ևս ամենօրյա գործառույթներն իրականացնում են պատասխանատվությամբ ու բարձր արհեստավարժությամբ, ինչին իր հերթին նպաստում է կամավորատեստավորման գործընթացը, ըստ այդմ մրցունակ աշխատավարձը։ Ռազմական ոստիկանությունում զինծառայողները կարևորում են ատեստավորման գործընթացը եւ ուզում եմ նշեմ, որ զինծառայողները բավականին մեծ քանակությամբ մասնակցել են ատեստավորմանը եւ ունենք գոհացնող արդյունքներ։ Նշեմ նաեւ, որ ես ինքս մասնակցել եմ ատեստավորմանը եւ ստացել եմ լավ գնահատական։ Վաղուց է կոտրվել այն կարծրատիպը, թե զինծառայողները ռազմական ոստիկաններին չեն վստահում։ Նշում են սպաներն ու հավելում, անում են ամենը, որպեսզի իրենց աջակցությունը զգան ու գիտակցեն, որ կարգապահության ամրապնդման դեպքում նվազագույնի կհասնեն հանցագործության դեպքերը։ Արդյունքում էլ ավելի կբարձրանա բանակի պաշտպանունակությունը։ Ռազմական ոստիկանության արդյունավետ աշխատանքի խոսուն վկայությունը գլխավոր դատախազի կողմից օրերս ներկայացված վիճակագրությունն էր, որի համաձայն 2024 թվականին զինված ուժերում գրեթե կրկնակի կրճատվել է մահվան դեպքերի թիվը, ինչպես նաև նվազել է արձանագրված հանցագործությունների թիվը։ Տաթևիկ Աբրահամյան, Արամ Սիմոնյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։